այս իշխանությունը մեզ ասում է 2024-ը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տակ, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Այս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են։ Սյունիքը որ տակ, այդ կրակոցները կբան կանեն, ու ձեր վիճակագրությունը փայլուն ոչինչ չի խախտի։ Իսկ գիտեք 2024-ը ինչ թվական է եղել։ 2024-ը եղել է թվական, որ Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը նստել իրենց վարչության նիստում որոշել են ինչն է Հայաստան, ինչը չէ։ Ու որոշել են, որ օրինակ Տավուշի գյուղերը, տարածքները Տավուշից դա Հայաստան չի։ Եղբայր, ով է ասում Հայաստան չի։ Մեր վարչությունը։ Ես որոշել եմ Հայաստան չի։ Շուրմուխային կեսն էլ Հայաստան չէր։ Ով է ասում, ես եմ որոշել։ Ոնց ես որոշել, ինչ կապ ունի, ժողովրդավար երկրում ենք։ Ու 2024-ը եղել է տարի, երբ որ դուք առանց այդ բանը երկու երկրների հանձնաժողովների համաձայնագրի արժույում հաստատման միջև է տանելը Տավուշից մի ընդհատեք ընդհատողներին ուրեմն լսեք ինձ պարոն Խաչատրյան նախ սուս մնացեք երկրորդը նախ լրեք հետո իմ հետ խոսեք հարգալից հետո միացեք ձեր չափերը լավ չեք գծում ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք ասեցի հանգիստ շարունակեք տիկին Վարդանյան վերականգնեմ չեմ ապահովելու շարունակեք ձեր ելույթը Ատենց շարունակեք ձեր ելույթը շարունակեք ձեր ելույթը շարունակում եմ հանգիստ Հիմա առանց այդ հանձնաժողովի այդ փաստաթուղթը հաստատելու Տավուշից զորքերը ետ եք քաշել Ասում ենք միակողմանի զիջումներ եք անում, ասում ով է ասել, այդ փաստաթղթում ինչ գրած է երկկողմանիա, էլի կոնստրուկտիվ առաջարկ ունեմ ձեզ, հաջորդ պայմանավորվածությունը ասեք օրինակ կողմերը պարտավորվում են Իսկանդեր չունենալ, մի բան է, չէ, կողմերն են պայմանավորվում, ով Իսկանդեր ունի Հայաստանը, կողմերը պայմանավորվում են Սևանը չօգտագործել, կողմերն են պայմանավորվում, ախր դա ինչ կապ ունի, ոնց այս նույնն է, ինչ որ այն երրորդ կետը, կողմերը պայմանավորվում են երրորդ երկրների ուժեղ չտեղակայել սահմանին։ Երկու կողմերն են, չէ՞ պայմանավորվում, ոչինչ, որ մենակ Հայաստանը դրա կարիք ունի, Հայաստանն է տեղակայել բանը, երրորդ երկրի ուժեր, որտեղ դրա կարիքը ունի։ Հիմա առաջնահերթությունների մասին տրամաբանական կլիներ, որ այս անվտանգային պայմաններում մեր ամենաշատ մեր ուժերը Այն որ խոսում են թալանից ետ բերված, չգիտեմ, արդյունավետ բյուջե բերված գումարների մեծ մասը գնար ռազմական բյուջե, ու մեր պաշտպանունակությունը ավելանար։ Բայց դա այն դեպքում, եթե այս կառավարության առաջնահերթությունը լիներ պաշտպանունակության բարձրացումը, այդ դեպքում, բայց չէ, այս կառավարության համար թիվ 1 խնդիրը բողոքի ցույց իրականացնող քաղաքացին է։ Այդ դրա համար ՆԳՆ բյուջեն աճել է 18%-ով, պաշտպանության բյուջեն ընդամենը 7%-ով, որովհետև Քաղաքացին է սպառնում Նիկոլ Փաշինյան, բողոք իրականացնող քաղաքացին, սպառնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այդ բոլոր քաղաքացիներին ու խմբերին դուք ով ձեր դեմ բողոք է արել, կապ չունի ինչ հարցով, տրանսպորտ, խաղողագործներ, գինեգործներ, դուք հռչակել եք ռուսի շպիոններ։ Ձեր համար Մարիա Կարապետյանը, չեմ հիշում, Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը շատ տարբերություն չկա։ Ուրեմն, ըստ այս մարդկանց Ռուսի շպիոն են։ Տիկին Վարդանյան, հարգալից խոսեք, պատկանալու։ Հարգալից խոսեք։ Դուք էլ տեղից մի արա, դուք էլ լրեք, պարոն Մինասյան։ Պարոն Մինասյան, լրեք։ Դու չի դուքա ու հանգիստ դու չի դուքա։ Այո շատ, նստեք։ Տիկին Վարդանյան հարգալից շարունակեք։ Սոնա Ղազարյանի եւ Մարիա Կարապետյանների ասածների մեջ տարբերություն չկա։ Ուրեմն, ըստ իրենց ռուսի շպիոն են հնչակյանները, ռամկավարները, հայ առաքելական եկեղեցին, դաշնակցությունը ու միակ ինքնիշխանն է Նիկոլ Փաշինյանը։ Այն Նիկոլ Փաշինյանը, որը ուշադրություն Իլհամ Ալիև, փետրվարի 14, 2024 թվական Հայաստանը պետք է սահմանադրությունից հանի անկախության հռչակագրի մասին հղումը։ Ինքնիշխան Նիկոլ Փաշինյան 2025 թվական ապրիլ 16 ՀՀ նոր սահմանադրությունում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին։
Մի հատ էլ հարց էլի, ինչ նոր սահմանադրության մասին եք խոսում։ Ես որքան հիշում եմ, թե ներքաղաքական օրակարգը մենք խոսում էինք սահմանադրական բարեփոխումների մասին։ Այս նոր սահմանադրությունը որտեղից եկավ։ Ալիևից եկավ, չէ՞։ Մենակ Ալիևն է, որ ինչ նոր սահմանադրություն ընդհանրապես։ Այս նոր սահմանադրության քննարկումները մեզ որտեղից։ Բայց որ կրթելու մասին եք շատ խոսել։ Մենք չենք նեղում, ոչ դուք ինձ մի 6 անգամ ընդհատել եք, թողեք մի քանի րոպե։ Ես չեմ ընդհատել, ձեր գործընկերներն են ձեզ ընդհատել, ավարտեք, ունեք 30 վայրկյան։ Մի քանի րոպեից կավարտեմ։ Մի քանի րոպեից չեք ավարտի, ավարտեք խոսքս։ Ամբողջական իշխանությունն եք, ես մի խոսքը ձեզ բան չի անելու։ Հիմա բանը նեղանում են, որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը այս ազգին չի կարա կրթի։ Եղբայրներ եւ քույրեր, կրթվելը լավ բան է, բայց ով կարա կրթի։ Այս ազգին կարա կրթի Մաշտոցը, Կորյունը, Թումանյանը, Նիկոլ Փաշինյանը ու Աննա Հակոբյանը։ Ինչ պիտի սովորենք։ Ինչ պիտի սովորեցնենք, բայց մի հարցում ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեր հետ լրիվ համաձայն եմ։ Դուք մաստեր սպորտա, մաստեր կլաս եք ցույց տալիս ռեբրենդինգի ոլորտում։ Այդտեղ պիտի ձեզնից սովորենք, որովհետև դուք Ալիևի ծրագրերի հայաստանյան ռեբրենդինգ իրականացնող ֆիլիալն եք։ Ձեր իրական Հայաստանը Ադրբեջանի արևմտյան Ադրբեջանն է, բայց դա շատ վախենալու է հնչում, համաձայն եմ, եւ պիտի վախենալու հնչի։ Հո չէ՞ գալու ասեք մենք արևմտյան Ադրբեջան ենք ստե կառուցում։ Պիտի գայիք եւ դա փաթեթավորեիք։ Ու դրա փաթեթավորումը դուք այդ իրական Հայաստան կոնցեպտի ներքո եք իրականացնում։ Եվ վերջում ավարտեմ ելույթի հնարավորություն դեռ կլինի։ Այս պետությունը չի կարա լինի երշիկի ու հարկ տալու մասին։ Այս պետությունը հայկական ինքնության մասին մենակ կարա լինի։ Այդ ինքնության պաշտպանման ու զարգացման։ Ձեր երշիկ կալբասային այդ կոնցեպտը ինչքան էլ ուզենաք արևմտյան Ադրբեջանը դրանով թաքցնել, դա ձեր մոտ չի ստացվելու։ Այսքանը։